Փարքնեժդեհին խոսել եմ Ադրբեջանից կամ ադրբեջանական ներկրված բենզինից եւ առհասարակ մրցակցությունից, տնտեսությունից։ Իմ փորձից ելնելով ես երկար տարիներ աշխատել եմ պետական համակարգում եւ տեսել եմ օրինակ բիզնես մի ճյուղի, մի ոլորտի այսպիսի հարաբերություն։ Երբ որ Հայաստան ներկրվող ալյուրի կամ հացահատկի գները նվազում էին, որը պետք է ազդեր հաց արտադրողների գործունեության վրա, այսինքն հացի գների վրա։ Այսինքն եթե էժանացել է ներկրվող ալյուրի գինը, պետք է հացը որոշակի էժանանար, եթե բարձրացել է, պետք է բարձրանա։ Եվ ես հիշում եմ, որ կար նման սովորույթ, որ հաց արտադրողները մեծամասամբ հանդիպում էին այդ երևույթից անմիջապես սպասվելիք երևույթից առաջ։ Եվ պայմանավորվում են, որ շուկայում հացի կիլոգրամի գինը չփոխվի խիստ, որպեսզի բիզնես, ասենք, այդ հացի արտադրությամբ զբաղվողները չտուժեն, որովհետև հացի արտադրությունը շատ նուրբ խորհրդային միության ժամանակ նույնիսկ դոտացիոն հիմնարկ է եղել, վնասով աշխատող կառույց է եղել։ Այսինքն, եթե ալյուրի գինը ընկնում էր, կարողա ինչ-որ մեկը տեղ ուներ գինը իջեցնելու եւ շուկայում ավելի մրցունակ լինելու եւ ինքը հաճախորդին դեպի իրեն տանելու, կամ երբ որ գինը բարձրանում էր, ստիված, եթե ինչ-որ մեկը բարձրացնում էր, այն մյուսը կարող էր դիմադրել նորից, որովհետեւ այս վայրի վերումները, ասենք, դա ասենք օրենքում չգրված, չնախատեսված բան է, բայց հաց արտադրողները հավաքվում էին եւ որոշում էին, որ այնպես անեն, որ եթե պետք է էժանացնեն բոլորը համաչափ։ Սա ես որպես ականատես, որպես տեղյակ մարդ, ել եմ ասում, սա օրենսդրությամբ նախատեսված չէ եւ չգիտեմ, որ ասեք կոնկրետ գիտեմ ովքեր են այդ գործողությանը մասնակցել, դա որ քաղաքում է տեղի ունեցել, բայց ասենք հարիր չէ հիմա ներկայացնեմ։ Հիմա հարց է առաջանում, ասենք, երբ որ Հայաստան ներկրվում է բենզին, բենզալցակայաններ կան տարբեր մարդկանց։ Բենզին ներկրողը մեկ կամ երկուսն են, հասկանալի է։ Եվ հանգարց սարսափելի տարբերություն է լինում բենզինի գների։ 60, 70, 80 դրամ տարբերություն է լինում։ Այս հարաբերություններում որից է մեկը չի նեղանում։ Ասենք այն մարդը, ով ադրբեջանական բենզին է բերել ու սկսում է ծախել, վաճառել։ Սարսափելի էժան եւ պատկերացրեք անինքնասերն էլ կարող են շատ լինել եւ գնալ այնտեղից լցնել։ Ես հետո կասեմ ինչու են անինքնասեր։ Եվ մարդու բենզինը էլ չի վաճառվելու, չէ՞ որ ադրբեջանական չի բերել։ Այդ մարդուն չի ասելու, տղա ջան, որ բերել ես, մենք բերել ենք ինքնարժեքով այսքան է նստել, այսքան էլ կարողանում ենք ավելացնենք։ Դու մեր բիզնեսին հարվածում ես։ Չկա չէ՞ նման Հայաստանում խժդժություն, իրարանցում։ Այսինքն հասկանում եք, չէ՞ որ Հայաստանում ամեն ինչ վերահսկվում է։ Այսինքն անգամ բիզնեսում, ինչպես քաղաքական դաշտում, այնպես էլ բիզնեսում արդեն մրցակցությունը ոչնչացրել են։ Իսկ եթե բիզնեսում մրցակցությունը ոչնչացավ, մեզ շատ դաժան տնտեսական ճգնաժամ է սպասում Հայաստանին։ Բոլոր բենզին ներկրողները կամ վաճառողները լուր նայում են, թե ինչպես է գրզոն ադրբեջանական բենզինը էժան վաճառում։ Սա պարտադրանք է։ Հակառակ դեպքում իրենք կասեն, եղբայր, բերել ես, լավ չես արել, բայց էս է գինը։ Դուք չես կարող բոլորից բանին խփել։ Փառք Աստծո, Հայաստանում կան նաև արժանապատիվ հայեր, ովքեր տեսնում են գրզոյի բենզալցակայաններ, չեն օգտվում։ Ասեմ, այնպես չի, որ են մնացած բենզալցակայան տերերը այսպես ազգային մտածելակերպ ունեն, չէ։ Նրանք էլ են թշնամուց բերում։ Մեկ այլ թշնամուց։ Եվ նրանց վատը այն է, որ իրենք զուսպ, լուր, առանց ընդդիմանալու կուլ են տալի այդ երևույթը։ Ուրիշ ժամանակ, այսինքն Ադրբեջանի, այսինքն Ալիևի, ինչու՞ չէ Պուտինի պարտադրանքը, որ Հայաստանում ժողովրդին սովորեցնեն ադրբեջանական ապրանքի, որով ժողովրդի մեջ նաև, տեսեք ինչպեսի աժոտաժ է, չէ՞։ Տեսանյութեր են հրապարակում, գցում են համացանց։ Մարդն ասում է,
լիժբը կներեք արդեն բենզին էլ ներժան այդ մարդու տղան որ գերի լիներ այնտեղ ինձ թվում է ինքան անարժանապատվել նորից նման արտահայտություն կաներ չէր ասել բայց տղիս արունը խմում են այնտեղ ես իրանց բենզինը չի օգտագործեմ օրինակ բոլորս էլ հասկանալի է բիզնես շահ գոյություն ունի տնտեսական շահ գոյություն ունի բայց դա պետք է արյան հաշվին չլինի չպետք է լինի արյան հաշվին իսկ Հայաստանում չկա այդ այսինքն սպանել են ամեն ինչ Հայաստանում չկա ազգային բուրժուազիա չկա մարդ որ ունի փող որ կարող է իր գումարը ծառայեցնել ազգային նպատակներին բոլորը վերահսկվում են Կրեմլից բոլորը եթե մեկը ընդդիմանա այս գրզոյի գներին այդ մարդը էլ չի բիզնես դաշտից կտրցնեն կասեն գնա դու տղա ջան Ինչպես 44 օրյա պատերազմի ժամանակ, երբ որ հրահանգիչ ասես, որ պետք է պարտվեք, որևիցե մեկը բացի թխվածքաբլիթից ու ջրից, բանակին ոչնչով չօգնես, որովհետև հրահանգը այդպեսին էր։ Այսպեսին է մեր բիզնես, չգիտեմ, վերնախավը, նրանք այսպեսին են։ Ցանկացած ում ուզում եք անուն ասեք։ Ինքան Հայաստանում քանի միլիարդատեր ու միլիոնատեր գիտեք, բոլորը ծառայում են թշնամուն, բոլորն անխտիր։ Հասկանում եք Տաշիր Սամո կլինի, Դոդի Գագո կլինի, հա, Գրզո կլինի, Լֆիկ Սամո կլինի, բոլորին մականուններով ասեմ, որ հասկանաք, որ իրենք հլու հնազանդ ծառայում են թերքա բոլշևիկին։ Եվ Հայաստանի ներսում բերել են մրցակցություն, իբր Տաշիր Սամոն պայքարում է, բանը Պուտինի Հապկի Նիկոլի դեմ։ Պուտինի Տաշիր Սամոն պայքարում է Պուտինի Նիկոլի դեմ։ Դες ոնց կլինի։ Կամ Պուտինի Ռոբերտ Քոչարյանը պայքարում է Պուտինի Նիկոլի դեմ։ Չի կարող այդպես բան լինել։ Չի կարող ուղղակի նաև փաստ այս բենզինի ներկրումը եւ շատ փափուկ այս վաճառքը այս գներով ցես տանելը Դրա համար ազգային ժողովրդական բևեռը ոչ Հայաստանի Հանրապետության իշխանությունից, կառավարությունից, պետությունից, պետբյուջեից չի կարողանում սնվել, որտեղ ինքը բացարձակ ազգային ուժ է, այսինքն թշնամիներ չսիրող ուժ է, ոչ թե թշնամուն ենթարկվող ուժ է։ Մենք թշնամու բենզին չենք վաճառի։ Թշնամու բենզինը կվաճառենք այն ժամանակ, երբ որ թշնամուն խեղճացնենք, հատուցի մեզ ներողություն խնդրի ու պարտադրենք, որ ինքը մեզ էժան բենզին տա։ Մենք այդ ժամանակ թշնամու բենզինից կօգտվենք, ոչ թե վզներս կծռենք, մեր տղաներին այնտեղ գերի թողած, որ իրենք մեզ պարտադրեն այս բենզինը վաճառենք, թե չէ սրիկ քաշենք։ Ասենք կամ պատերազմ կսկսվի, դե Նիկոլին խաղաղություն է բերել, պետք է այս բենզինը էժան ծախենք, որ պատերազմ չլինի Ալիևը, որ չջղայնանա մեր վրա։ Մենք նայում ենք Ալիևի աչքունքին, մեր գոյությունը կախված է Ալիևի տրամադրությունից։ Նիկոլը ջանում է, որ Ալիևը չբարկանա, որ մեզ սրի չքաշի։ Տո Ալիևի էլ, տո Նիկոլի էլ, տո Ռոբերտի էլ, սրի քաշողը մենք ենք։ Ուղղակի գլխները մտցրել են, որ դու թույլ եք, բայց մենք թույլ չենք իրականում։ Դրա համար ազգային ժողովրդական բևեռին աջակցել է պետք։ Մենք ամեն տարի թելեթոն դրամահավաք ենք կազմակերպում եւ որից է օլիգարխ մեզ դրամական միջոցով չի օգնում։ Եվ մեզ օգնում է միայն ազնիվ եւ սոցիալապես ավելի վատ վիճակում գտնվող հայ մարդը։ Դա լինի արտերկրում, դա լինի Հայաստանում։ Անկամ արտերկրի միլիոնատերեր, միլիարդատերերը չեն օգնում, որովհետև իրենք էլ ինչ որ կերպ կապված են Հայաստանի իշխանությունների կամ Կրեմլի հետ, կամ չգիտեմ ես իմում հետ։ Դաշնակցությունը վկա։ Խնդրում եմ, որ միահամուռ աջակցեք ազգային ժողովրդական բևեռին, որպեսզի մենք կարողանանք դիմադրել այս թշնամական օլիգարխիային նաև։ Այո, թշնամական օլիգարխիա։ Հասկանում եք։ Սա շատ ծանր բան է։ Եվ վերջում անդրադառնամ, հիշում եք, չէ՞, Թաթա Սիմոնյանն ասեց հորս արև ինչ անում ենք, լավ ենք անում, եւ դա իշխանությունը վերագրեց, որ դա իրենց երգն է, եւ հիմա էլ ասում են ուր որ գնաս հետդ կգամ։ Տեսնում եք ոնց են թրվռում։ Ալիևն այնտեղ խոսում է Արևմտյան Ադրբեջանից, սրանք ուրախ պար են գալի, ասես բանն է, երկու Հայաստաններ հեսա պետք է միավորվեն, էլի, ասենք փոքր Հայքն ու մեծ Հայքը պատրաստվում են միավորվելու, կամ Արցախն ու Հայաստանը միավորվում էին, իշխանությունները հրճվանքից բանը տրջնկի են տալի։ Հաստատ դուք գնալու եք։ Նիկոլը բանտ է գնալու, դուք էլ հետները, ուր որ ինքը գնա, դուք էլ հետը գնալու եք։ Այս խոսքը հիշեք։ Հələ մեր ժողովրդին որից մեկը չի հաղթել։ Քանի
մենք կարողանում ենք մեր արժեքները պահել։ Այնպես որ մեծամասնությունը չէ որ ազգայինը պահել է, միշտ էլ փոքրամասնությունն է պահել, ուղղակի խնդրում եմ այդ փոքրամասնությանը ակտիվ պահեք, ֆինանսական աջակցություն տվեք, սիրելի հանրություն, որպեսզի ակտիվ մնա, կարողանա ազգայինը պահել, մինչև փոխենք ամեն ինչ։ Սպասում ենք ձեզ։ Մնաք խաղաղությամբ։